Եղբայր, վաղը մյուս օրը քո երեխայի կնունքի արարողությունը ոնց ես պատկերացնում։ Ես քեզ դիմում եմ որպես Հայաստանի Հանրապետության սովորական քաղաքացի։ Վաղը մյուս օրը Աստծո հաջողությունով եթե չունես, Աստված տա ունենաս։ Քո երեխայի մկրտությունը ոնց ես պատկերացնում։ Կտրիշ ներսիսյանից հետո ես իմ երեխային կորխնեմ։ Ներողություն, ես մկրտված եմ Սուրբ Սահակից եկեղեցում եմ մկրտվել 2006 թվականին։ Ստացվում է, որ Դե ժողովուրդ, իրավ, եթե տենց վերսեք պետք չէ այդքան ամեն ինչը պրիմիտիվացնել։ Դուք ասում եք, որ թեկոս ներողություն, երբ որ ես խոսում եմ կամ դուք եք խոսում։ Դուք ասում եք, որ պառակտում եք ազգը պառակտում։ Երբ որ Գարեգին երկրորդը որպես, չգիտեմ, բանահայր, որպես arczepiskopos կամ երբ իր զավակին ունենում էր Նիկոլ Փաշինյանը այդ ժամանակ երևի դպրոցական աշակերտ է եղել։ Ինքը չէր կարող ինչ-որ պառակտում մտցնել։ Կտրիշ, երբ որ կաթողիկոսը ունենում է զավակ, ինքը դավաճանում է Աստծուն, թե չէ։ Դուք ասեք, դավաճանում է Աստծուն։ Եթե ինքը երթում է տալի, ասում է ես ընդունում եմ կուսակրոնության ուխտը, ինքը կուսակրոնությունը ընդունում, նա իրավունք չունի։ Իրավունք չունի, բա որ ունենում է։ Իսկ ինչ գիտեք, որ բան ունենում է, եղբայր, ձեր քպայականների վար երևակայությունն է, Եթե դու չես ճանաչում, ես կարող եմ տվյալ մարդու թե անունով, թե ազգանունով, թե հասցեով, ասեք, դուք չգիտեք, որ ինքը ով է։ Եթե դուք չգիտեք, մենք գիտենք ներկապային Նիկոլ Փաշինյանը ով է։ Ամենայն հայոց կաթողիկոսը զավակ ունի թե ոչ չունի։ Ոչ, բա ինչի իրանք չեն հերքում։ Ինչի, այս 6 ամիսա պետության եղբայր իջացնել, ձեր հետ ձեր լեզվով խոսալ։ Բա ինչ են ամեն ինչին անդառնում։ Որտեվ ամեն ինչին կարող է։ Իսկ այսօր երկրի ղեկավարի ասացի իրանք ու մենք առասարակ լուրջ չենք ընդունում դրա Դա ձեր իրավունքն է։ Ինչպես է այս ամենին վերաբերվում։ Երկրի մեջ ահա որ ինքը 2018 թվականից ի վեր Նիկոլ Փաշինյանը երբ որ եկավ ու սերմանեց հասարակ ժողովրդի մեջ սևերի ու սպիտակների խառնեց ու այսօր այս իրավիճակը այսօր ամեն մեկս ընկած մեղավորներ ենք ման գալի բայց ամեն մեկս մեր մեջ է այս մեղավորությունը մենք ենք մեղավոր մենք վերել ենք իրան իշխանության ես անձամբ 2018 թվականին եղել եմ Նիկոլ Փաշինյան ընտրող Իրան աջակցել եմ ամեն ձևով, ամեն կերպ։ Իսկ այսօր տենում եմ այս իրավիճակը, երբ որ մենք քարկոծված ենք հասարակ ժողովրդով, պրոբլեմի մեջ ենք։ Այսինքն, որ կողմը միտեղ ուզենաս քո կնունքի արարողությունը լինի, թաղման արարողությունը լինի կամ հարսանեկան արարողությունը լինի, պիտի անպայման մի հատ հետաքրքրվես այդ տվյալ քահանան ԿՊ-ական է, ԿՊ-ա ներկայացնում, թե չէ։ Հիմա ես ունեմ մի հատ բուջուր, որ պիտի կնքեմ, հələ որ չեմ կնքում, որտեվ անորոշ վիճակի մեջ ենք։ Փառք Աստծո, վեհապար հայրը կարողանում է իր կողքից մաքրել, մաղով մաղել այն սրբազաններին, այն քահանաներին, ովքեր որ ԿՊ են ներկայացնում։ Այսօր ես չեմ պատկերացնում մի հատ տենց իրավիճակ, որ մենք ԿՊ ներկայացնենք, ինչի հիման վրա, ինչ հիմքով։ Մենք ինչ հույս ունենք մեր վաղվա օրը, որ պիտի ԿՊ-ն ավելի լավ դարձնի։ Բազմիցս տենում ենք 2018 թվականից սաղասել տենում ենք ինչա կատարվում։ Այսինքն 5000 անմեղ զոհի արյամբ բենզին են ներկրում։ Դե հիմա փաստացի կանոնագիրքել է փորձում հրապարակել։ Իրանց հրատարակած որևէ կանոնագիրք իրանց ձեռը մի հատ գրիչ հանգ է։ Վարչապետի պաշտոնը սարքել են ծաղրու ծանակ։ Այդ գրիչը մի օր այդ թանակը վերջանալու է։ Իրանք աչ ու ձախ օրենքներ են որոշում, աչ ու ձախ օրենքներ են մեջ վերում, ու այս ամեն ինչը մեր հասարակ ժողովրդին չի կարելի սենց։ Էսի չի լինում, էլի սենց տանել ժողովրդին դեպի բախման իրանք կողից կայնեն նայեն, վայելեն ժողովրդի բախումը, այս արնայողությունը հասկանում ենք, պարոն Փաշինյան ջան, որ ձեր ձեռքերը վաղուց արյունոտ են, բայց հերիք է, այս ազգը արդեն բոլա, էլ ինչքան որ արուն տեսանք հերիք է։ Պատրաստ եք վեհապար հայրապետի կողքին կանգնելու, եթե պաշտպանության կանգնելու։ Ես միշտ եմ վեհապար հայրապետի կողքին, ես դա ոչ թաքցրել եմ, ոչ էլ ինչ որ տես թաքցնելու բան ունեմ։ Այո, ես միշտ մեր վեհապար հայրապետի կողքին եմ, բայց խնդրանքս հորդորս այն մարդկանց, ովքեր աջակցում են այսօր Նիկոլ Փաշինյանին, կխնդրեմ մի բան չհրարեն բախում։ Իսկ մեր սովորական հասարակ ժողովուրդը, ովքեր որ մեր վեհապարի կողքին են ու մեր եկեղեցու կողքին են, եւս խնդրանք եւ հորդոր չտանեն դեպի բախման, չտրվեն ոչ մի սադրանքների։ Այս սադրանքի ասվածը ողջ հայ ժողովրդին է վերաբերվում։